ձեր հետ է պրոֆեսոր Բադալյանը, խոսում ենք չարագ ուռուցքների մասին։ Չորրորդ փուլը դա նա է, որ կան մետաստազներ տարբեր օրգաններում կամ հյուսվածքներում։ Դա արդեն տարածված ձևն է ուռուցքի եւ հիմնական բուժումը այստեղ լինում է դեղորայքային, որի մասին կխոսենք։ Կրծքագեղձի քաղցկեղը տարբեր մետաստազներ է տալիս, արյան միջոցով նա տարածվում է տարբեր հյուսվածքներ եւ օրգաններ, ամենաշատը դա լինում է թոքերում, երկրորդ տարբերակը դա օջախը դա ոսկրային համակարգն է։ Իհարկե կան եւ ավշային անգույցներում եւ կարող են լինել լյարդում, գլխուղեղում եւ այլն։ Ինչի ոսկրային համակարգը, ինչի է տենց խոցելի։ Այդտեղ էլ բացատրություն կա։ Բան նրանում է, որ ոսկրային հյուսվածքը նա արագ է վերականգնվում եւ այդ ընթացքում նա արտադրում է աճի գործոնը, այսպես կոչված, եւ դա լինում է այն նյութը, այն սնունդը, որով օգտվում են չարագ բջիջները, նրանք կլանում են եւ զարգանում։ Սա մեկ պատճառն է։ Երկրորդ պատճառը նա է, որ ոսկրային հյուսվածքը բավականին անօթավորված է, դա էլ է թույլ տալիս ավելի արագ կատարվի այդտեղ մետաստազների զարգացումը։ Եվ երրորդը արդեն քանի որ եթե ուռուցքը սկսում է այդտեղ քայքայել, ավելի արագացնում այդ հորմոն գործոնի ներթափանցումը դուրս եւ այսպես կոչված շրջանառություն է լինում եւ ուռուցքը արագ զարգանում է։ Եվ այսպիսով ոսկրային համակարգը դա խոցելի հյուսվածք է եւ ավելի հաճախ ախտահարում են ողնաշարի, կոնքի, ազրերի եւ գանգատուփի ոսկրերը։ Ինչ գանգատներ են լինում։ Սկզբնական շրջանում կարող են չլինել, բայց հետո զարգանում են իհարկե ցավային համախտանիշը եւ ամենավտանգավորը, որը կարող է լինել պաթոլոգիկ կոտրվածքներ։ Դա որն է։ Ոսկրային համակարգը, ոսկորները քայքայվում են օսեոկլաստ, այսպես կոչված բջիջների միջոցով, իհարկե դա ամեն ինչ դրդում է չարագ process-ը եւ թեթև հարվածից կարող են լինել կոտրվածքներ, որոնք սովորաբար չեն կոտրվում։ Եվ նույնիսկ դեպքեր կան, որ հիվանդության սկիզբը լինում է կոտրվածքով եւ հետո նոր ախտորոշում է չարագ process-ը։ Բացի դրանից, իհարկե այդ ցավային սինդրոմը համախտանիշը ժամանակի ընթացքում լինում է շատ արտահայտված եւ առաջ է գալիս նրա բուժման խնդիրը։ Խոսենք բուժումից, կրծքագեղձի քաղցկեղի ոսկրային մետաստազների բուժումից։ Առաջինը մի քանի նպատակ կա։ Առաջինը իհարկե դա ընդհանուր չարագ process-ի դեմ է ուղղված, որովհետև այնտեղ զարգանում է ուռուցքը։ Դա այն բուժումն է, որը տալիս են այդ հիվանդին, դա լինում է հորմոնները հաճախ, տամոքսիֆեն կամ արոմատազային ինհիբիտորները, դա կարող է լինել քիմիաթերապիա, կարող է լինել թիրախային թերապիա եւ այլն։ Այսինքն բոլոր օջախները այդ հարվածների տակ են բուժման նույն ձևով եւ ոսկրային։ Բայց դա քիչ է, քանի որ ոսկրային հյուսվածքը տարբերվում է եւ այստեղ գալիս են երկրորդ պրեպարատները, որոնք ամրապնդում են ոսկորները։ Առաջերտին դրանք բիսֆոսֆոնատներն են, որից ամենահայտնի զոլեդրանթետունը, ֆեմարան, կարող են լինել ուրիշ պրեպարատներ, մեր հայկական պրեպարատը կհիշեմ եւ կնշեմ այդ դեղամիջոցը Բոնկուր անունով եւ կա ավելի թիրախային մոնոկլոնալ հակամարմին դենոսումաբ XG անունով, որը նույնպես նպատակ ունի ամրապնդել ոսկրային համակարգը։ Եթե ցավը արտահայտված է, մեզ օգնության է գալիս ճառագայթային բուժումը եւ ճառագայթելով այդ ցավոտ հատվածում մի քանի օրում մենք ստանում ենք շատ լավ արդյունք, ցավը վերանում է, մենք շարունակում ենք բուժել հիվանդին մեր նախընտրած ծրագրով։
Ինչ վտանգներ կան ոսկրային մետաստազների ժամանակ, բացի պաթոլոգիկ կոտրվածիկ, այստեղ կարևոր դեր ունի եւ կալցին։ Սկզբում կալցին կարող է լինել նույնիսկ շատ արյան մեջ, քանի որ քայքայվում է հյուսվածքը եւ արտադրումը շատ է, ներթափանցում է արյուն, դա կարող է լինել ընդհանուր հոգնածություն, թուլություն, տարբեր նշաններ, դա վտանգավոր սիտուացիա է, դրա համար պետք է միշտ հսկել կալցին այս հիվանդների մոտ։ Եվ իհարկե բուժման մեթոդներ կան, ինֆուզիոն թերապիա, հորմոնալ թերապիա եւ այլն։ Կան եւ գիպոկալցեմիկ սիտուացիաներ, այն դեպքում որ նշանակվում են արդեն բիսֆոսֆոնատները եւ մնացած դեղամիջոցները, կալցի քանակը քչանում է, դրա պարտադիր դրա համար մենք նշանակում ենք կալցիի պրեպարատ եւ հիմնականում կալցի դետրի տարբերակով, որ չլինեն խնդիրներ եւ լավ ընդունվի այդ պրեպարատը օրգանիզմի կողմից։ Եվ այսպիսով կրծքագեղձի քաղցկեղի 4 փուլի մետաստազները ոսկրային համակարգում հնարավոր է բուժել, մեծ մասամբ մենք ստանում ենք շատ լավ արդյունք, գանգատները վերանում են, մետաստազները սկսում են փոքրանալ, բացի փոքրացում եք, իրենք սկսում են լցվել, այսպես կոչված, եւ արդեն վտանգները քչանում են կամ ընդհանրապես վերանում են պաթոլոգիկ կոտրվածքի կամ մեկ ուրիշ, այլև գնում է սկլերոզացում այդ օջախների եւ պրեպարատները մեծ մասամբ աշխատում են շատ արդյունավետ, իհարկե դա պետք է ճիշտ բոլորը հերթականությամբ նշանակել։ Այսքանն էր այսօրվա ինֆորմացիան, ես կարծում եմ ձեր համար դա բավականին կարևոր էր, ով որ այս խնդրին մոտիկ է, եւ ես սրանով կավարտեմ այսօր